Կարծում եմ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորում և լիակատար խաղաղություն կհաստատվի Մյունխենում, France 24-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևի խոսքով օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պատմական համաձայնությունները նշանակում են, որ հակամարտությունն ավարտվել է։ Մենք թևակոխել ենք խաղաղության մի շրջան, որը հուսով եմ հավերժ կտևի։ Արդեն ավելի քան 6 ամիս է անցել, Հայաստանի հետ սահմանին իրավիճակը շատ հանգիստ է։ Փոխհրաձգություններ, զոհեր, վիրավորներ չկան, շարունակել է Ալիևը։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները չեղարկվել են։ Նաև սկսել ենք Հայաստանին նավթամթերք մատակարարել, ինչը ըստ էության նշանավորում է մեր առևտրային հարաբերությունների սկիզբը։ Այսպիսով տեսնում ենք, որ արդեն իսկ հասել ենք խաղաղության, նշել է Ադրբեջանի նախագահը։ Նա հավելել է, որ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման ճանապարհին որոշ ֆորմալ քայլեր են մնացել։ Մենք սովորում ենք ապրել խաղաղ պայմաններում եւ դա շատ լավ զգացողություն է, ընդգծել է Ալիևը։ Միևնույն ժամանակ նա հերթական անգամ հայտարարել է, թե Հայաստանի սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն։ Հարկավոր է տարբերակել հարաբերությունների կարգավորումը պաշտոնական խաղաղության համաձայնագրից, քանի որ կարգավորումն արդեն ընթացքի մեջ է, մանրամասնել է պաշտոնյան, հույս հայտնելով, որ Հայաստանին եւ Ադրբեջանին կհաջողվի պաշտոնապես հասնել խաղաղության արդեն այս տարի։ Խոսելով ԱՄՆ փոխնախագահի հետ ունեցած հանդիպման մասին, Ալիևը տեղեկացրել է, որ J.D. Vance-ի հետ ի թիվս այլ հարցերի քննարկել են TRIP-ի նախագիծը։ Նա համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը կյանքի կկոչվի։ Լրագրողի հարցին ի պատասխան Ալիևը հաստատել է, որ Վենսը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի հարցը։ Ես ներկայացրի Բաքվի դիրքորոշումը եւ այդքան է, հավելել է նա։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել, ուստի Վոլոդիմիր Զելենսկին պետք է քայլեր ձեռնարկի։ Հակառակ դեպքում նա բաց կթողնի հնարավորությունը, ասել է ԱՄՆ նախագահը, պատասխանելով Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու եւ պատերազմը դադարեցնելու հեռանկարի մասին լրագրողների հարցին։ Մոսկվան պատերազմը դադարեցնելու համար պահանջում է, որ ուկրաինական զորքերը դուրս բերվեն Դոնբասից, այդ թվում ռուսական վերահսկողության տակ չգտնվող տարածքներից։ Կիևն անընդունելի է անվանել այս պահանջը, սակայն Զելենսկին չի բացառել տարածքային հարցով հանրաքվեի Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում հայտարարություններով է հանդես եկել նաև Վոլոդիմիր Զելենսկին, անդրադառնալով զիջումների անհրաժեշտության մասին լրագրողի հարցին Ուկրաինայի նախագահը նշել է. ամերիկյան կողմից որոշ ազդանշաններ կան, սակայն մենք արդեն բավականաչափ զիջումների գնացել ենք, օրինակ Պուտինը եւ նրա ընկերները բանտում չեն, դա ամենամեծ զիջումն է, որին աշխարհը երբևէ գնացել է, ասել է Զելենսկին։ Նա հավելել է, որ Վաշինգտոնի ճնշման տակ Կիևը համաձայնել է գնալ հրադադարի առանց որևէ նախապայմանի, սակայն Մոսկվան մերժել է առաջարկը։ Էմանուել Մակրոնը Մյունխենում հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ շփումներ սկսելու անհրաժեշտության մասին։ Ֆրանսիայի նախագահը համոզված է, որ Եվրոպան պետք է ուժեղ դիրքում լինի ապագայում Մոսկվայի հետ բանակցելու համար։ Ուստի հարկավոր է ակտիվորեն զարգացնել պաշտպանական ոլորտը, մասնավորապես հեռահար համակարգերը։ Մակրոնի խոսքով Եվրոպան դեռ կբախվի Ռուսաստանի ագրեսիային, նույնիսկ եթե ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի։ Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Եվրոպան պետք է Ռուսաստանի հետ համակեցության կանոններ սահմանի, էսկալացիայի ռիսկը սահմանափակելու համար, շեշտել է Ֆրանսիայի նախագահը։ Գերմանիայի կանցլերը համակարծիք չէ, Եվրոպան չպետք է բանակցություններ վարի Ռուսաստանի հետ, ինչպես դա անում է Միացյալ Նահանգները։ Ֆրիդրիխ Մերցի կարծիքով ներկայում դա իմաստ չունի, քանի որ Մոսկվան լուրջ տրամադրվածություն չի ցուցաբերում։ Պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը ուժասպառ լինի, ընդգծել է կանցլերը։ Նրա համոզմամբ դրան հասնելու համար Միացյալ Նահանգները, Եվրոպան եւ Ուկրաինան պետք է համատեղեն ջանքերը։ Դիանա Գասպարյան, լուրեր։